Բարև ձեզ, ես Գևորգն եմ, Ազատազենի քաղաքացիական հրաձգարանի ավագ հրամանատարական կազմից։ Այսօրվա մեր թվանքի հաղորդաշարում մենք կծանոթանանք շատ պարզ եւ հաճախ թերագնահատված գերմանական արտադրության ատրճանակին Walter P22։ Եկեք հասկանանք ինչն է այն յուրահատուկ դարձնում, ով է այն օգտագործում եւ ինչպես է այն ներկայանում իրական աշխարհում։ Մի փոքրիկ պատմական ակնարկ Walter ընկերության արտադրանքների մասին, այնուհետև կանցնենք առաջ։ Շատերը համոզված են, որ Նիկոլայ Մակարովը ոգեշնչվելով եւ տեսնելով Walter P ատրճանակը, ստեղծեց մեզ հայտնի դարձած Մակարովի ատրճանակը, որը ինքնին շատ նման է Walter P-ին, եւ տարբերությունը կայանում է նրանում, որ Նիկոլայ Մակարովը ավելի կատարելագործեց ատրճանակի մեխանիզմը, ինչպես նաև պակասեցրեց ատրճանակի վրա եղած մասերը, օրինակ Walter P-ի վրա եթե 51 մասից է բաղկացած, Մակարովի ատրճանակը բաղկացած է 32 մասից։ Մակարովի ատրճանակի ապահովիչը արգելափակում է զարկանը, փակաղակը եւ ձգանը։ Այն դեպքում, որ Walter-ի արտադրանքի բոլոր ատրճանակների վրա ապահովիչը չի արգելափակում փակաղակը։ Walter ընկերության արտադրության մյուս տարբերակը Walter P-կան մեզ հայտնի դարձավ Ջեյմս Բոնդի ատրճանակի դերում, բոլոր ֆիլմերում նկարվեց այդ ատրճանակը, ինչպես նաև իր կոմպակտ չափերով։ Ուրեմն Walter P-կան առաջին ինքնալիցքավորվող ատրճանակներից էր, ինչպես նաև տվյալ ատրճանակի զարկանաձգանային մեխանիզմը աշխատում է երկակի գործողությամբ։ Walter-ը իր համբավը ունեցավ 20-րդ դարի սկզբին, սակայն 2002 թվականին Walter ընկերությունը հանդես եկավ իր նոր արտադրանքով, որը հայտնի դարձավ իր կոմպակտությամբ, թեթև քաշով, պոլիմերային իրանով, ինչպես նաև 5.6 մմ դրամաչափի փամփուշտ կրակող տարբերակով, որը հայտնի դարձավ որպես Walter P22։ Walter P22-ը ստեղծվեց 2002 թվականին, զարգացում ապրեց 2010-ին որպես P22Q, ինչպես նաև ունեցավ տարբերակներ P22 Target, P22 CA, P22 Military։ Պոլիմերային իրան, բավականին հարմար էրգոնոմիկ բռնակով, երկկողմանի ապահովիչ, երկկողմանի պահեստատուփի արձակիչ, որը գտնվում է այստեղ, խլացուցիչ ամրացնելու հարմարանք, պիկածինի ամրակ տարբեր լույսային համակարգեր ամրացնելու համար։ Տեխնիկական բնութագիրը։ Տրամաչափ 5.6 մմ, պահեստատուփ 10 փամփուշտ, քաշը 560 գրամ, փողի երկարությունը 87 մմ, արդյունավետ հեռավորությունը մինչև 50 մետր։ Միջազգային կիրառումը այս ատրճանակի, ուրեմն Գերմանիայում եւ Միացյալ Նահանգներում օրինակի համար Walter P22-ը կիրառվում է որպես երիտասարդների կամ սկսնակ հրաձիգներին ուսուցանելու ատրճանակից ինչպես օգտվել։ Օրինակի համար որոշ ոստիկանական ուսումնական հաստատություններում ընդունված է այս ատրճանակի օգնությամբ ուսուցանել սկսնակներին ատրճանակի հետ վարվելու անվտանգության կանոնները, ինչպես նաև հրաձգությունը։ Այժմ գնանք փորձենք, թե այս փոքրիկը ինչի է ունակ։ Կկրակենք 3 տեսակի փամփուշտ, ավելի ուշ կներկայացնեմ ինչ տեսակի փամփուշտներ ենք կիրառելու մեր հրաձգության ժամանակ։ Այս պահի դրությամբ մենք գտնվում ենք Ազատազեն քաղաքացիական հրաձգարանի ատրճանակային տեղամասում, որտեղ էլ կկատարենք մեր հրաձգությունը։ Ուրեմն Walter P22-ի համար նախատեսված այսօր իմ հետ բերել եմ 3 տեսակի փամփուշտ, ուրեմն Gecko ընկերության semi-auto տարբերակը, Seller Bellot-ի Club տարբերակը եւ Seller Bellot-ի High Velocity տարբերակը։ Ինչի եմ ուզում 3 տարբեր տեսակի փամփուշտ փորձարկեմ, որովհետեւ փոքր տրամաչափի պատճառով այս տեսակի ատրճանակները ունենում են որոշակի վերալիցքավորման
խնդիրներ, ըստ դրա արդեն հասկանալի է, որ մեզ պետք են որակյալ փամփուշտներ։ Բացի դրանից, հրաձգության ընթացքում համենայն դեպս ուղղակի ձայնը չափելու համար կօգտագործեմ այսպիսի հավելված դեցիբելներով, որպեսզի տեսնենք եւ ատրճանակի ձայնը եւ տարբեր փամփուշտների դեպքում ինչ հզորության է լինում ձայնը, ինչպես նաեւ կրակելու եմ այնտեղ դրված թղթի վրա 3 թիրախների վրա ամեն փամփուշտի տեսակի հետ կապված 10-ը 10-ի վրա սանտիմետր չափի թիրախներ են, որը այժմ կկրակենք, տեսնենք ինչ արդյունք է ցույց տալի այս ատրճանակը։ Թիրախները դրված են 10 ներողություն 20 մետր հեռավորության վրա։ Սկսենք գեկոյից, լիցքավորեմ 5 փամփուշտ, ուրեմն հետարքիր մի բան ցույց տամ այս ատրճանակի պահեստատուփի վրա, որ ունենք այսպես մի հատ հարմարանք, որը շատ հարմար բան է, ատրճանակ կիրառողները ինձ կհասկանան ինչի մասին եմ խոսում, որտեղ որ շատ ժամանակ, երբ որ զսպանակը շատ ամուր ու ձիգ է լինում, գնալով ավելի դժվարանում է, այս դեպքում մենք ուղղակի սա կարող ենք քաշել ներքև մատով, շատ հարմար է եւ լիցքավորել։ Ճիշտ է, PM-ի վրա կան նման հարմարանք, բայց կան շատ սուր եւ կոպիտ է, ոչ թե ստեղի նման կլոր եւ հարմարավետ։ Ուրեմն կսկսենք առաջի տեսակից գեկո 22 LR, ուրեմն մեզ մոտ 40 գրեյն քաշով փամփուշտներն են եւ սկսենք։ Ուրեմն մեզ մոտ ձայնային ամենաբարձր տարբերակը, ինչպես տեսնում եք, 102 դեցիբելն է։ Դա գեկոյի դեպքում։ Հիմա կշարունակենք Seller Belot ընկերության կլապ տարբերակը եւ կկրակենք երկրորդ թիրախին։ Նորից 5 փամփուշտ։ Բավականին հեշտ կիրառվող պահեստատուփ, հարմար ատրճանակ։ Ընդհանրապես այդ հարված չկա, բավականին հարմար է։ Միակ խնդիրը, որ մյուս ատրճանակների համեմատ մի քիչ ճկուտս ավելի դուրս է թռնում բռնակից, բայց դա մեծ խանգարող բան չի իմ դեպքում։ Եվ վերջին տարբերակը Seller Belot-ի High Velocity։ Ոգևորված գնացի հրաձգությամբ, բայց ասեմ, որ նույնիսկ High Velocity-ի ժամանակ
նորից նույն 102 դեցիբել տարբերակն է, այսինքն փամփուշտների մեջ ձայնային տարբերություն չի տալիս, սակայն բավականին հարմար է ականջների համար, այսինքն սկսնակներին իդեալական զենք է, որպեսզի նրանք չկենտրոնանան կրակոցի վրա, այլ կենտրոնանան ատրճանակը ճիշտ բռնելու եւ ձգանը ճիշտ սեղմելու վրա։ Ուրեմն հրաձգությունը ավարտեցինք, առաջանանք տեսնենք ինչպիսի արդյունքներ ունենք եւ ինչպես ենք կրակել։ Ուրեմն նշեմ, որ թիրախը գտնվում է 20 մետր հեռավորության վրա, բավականին հետաքրքիր բան է ստացվել, առաջին հերթին ամբողջովին ցույց է տվել բոլոր այն թերությունները, որը որ ես կատարել եմ ատրճանակի հետ աշխատելուց։ Ատրճանակը շատ հետաքրքիր պահանջներ ունի, չնչին նրբությունները ցույց է տալի, հատկապես խորհուրդ կտամ սկսնակներին զբաղվել հենց այս տեսակի ատրճանակով, Walter P22, այս դրամաչափի մեջ, որտեղ ամեն մի չնչին սխալ շարժումը միանգամից ցույց է տալիս թիրախի վրա։ Ինչը որ կարող եք համենալ մեր հրաձգարան, փորձել ինքներդ, աշխատել մեր հրանգիչների հետ։ Ուրեմն, առաջի դեպքում մեր մոտ Gecko տեսակի փամփուշտն է, որը որ եթե նկատում եք, կրակոցները ավելի շատ դեպի ներքև են գնում, այսինքն գնդակի հզորությունը այս հեռավորության վրա որոշակի չափով իջնում է ներքև։ Մյուս դեպքում արդեն Seller Bellotti Club տարբերակն է, որը որ ավելի կայուն է, հավաքել է թիրախի ներքևի հատվածում, չնայած որ ես էլ որոշակի սխալներ եմ արել մատով աշխատանքի ժամանակ, ինչևէ։ Եվ արդեն տեսնում ենք ավելի վստահ Seller Bellotti High Velocity տեսակի փամփուշտներում 3 հատ դիպում ունեմ թիրախի մեջ եւ ունեմ 2 հատ այստեղ, որը որ ավելի շատ իմ ձեռքերի սխալ աշխատանքն է, քան ատրճանակի թերությունը կամ փամփուշտի ուժեղություն լինելը։ Թիրախների վրա աշխատանքը այսքանով ավարտենք եւ այս պահի դրությամբ կուզեմ ուղակի զվարճալի մի հատ հրաձգություն կատարենք, կկրակենք այս քառակուսիներից այս տարբերակին, որը որ չափերով 13 սանտիմի մոտակայքում է, 1 կամ 2 սանտիմետր գումարած հանած, բայց կփորձեմ ավելի շատ աշխատեմ արագության վրա եւ բնականաբար այս հեռավորության վրա 13 մետր հեռավորության վրա արդեն փամփուշտի տեսակը այդքան էական չի, դրա համար կօգտագործեմ Club-ի Seller Bellotti Club-ի տարբերակը եւ փորձենք աշխատել արագության վրա, տեսնենք ինչ է ստացվում։ Ինչ եմ որոշել այդ թիրախը օգտագործել, որովհետև նախքան այս նկարանումները փորձեցինք տարբեր թիրախներ, օրինակ աստղը, Տեխասի աստղը փորձենք, որ այդ թիրախները վրայից ընկնի կամ թեկուս աջ կոմի մեր բարգող թիրախները, ցավոք ոչ մի տեսակի փամփուշտները չաշխատեցին եւ այդ ուժը չհերիքեց, որպեսզի փամփուշտը իրեն պարկասնի, հա։ Դրա համար ավելի շատ կենտրոնացել ենք կամ երկաթային կամ թղթային, ավելի շատ դեպի ուսումնական ուղղությունն ենք տալիս այս ատրճանակով աշխատելուց։ Լիցքավորեմ եւ փորձեմ արագ աշխատել իմ նշած աչից երկրորդ թիրախին։ Խափանում տվեց, փորձենք հասկանալ ինչումն է խնդիրը, ահա, լիցքավորման խնդիր, հենց սրա մասին էի խոսում, փամփուշտների տեսակը օգտագործելուց կարևոր է, որ ճիշտ ընտրենք։ Լիցքաթափեցինք, այսքանով հրաձգությունը ավարտեցինք։ Այսքանով կուզեմ նշել այս ատրճանակի դրական եւ բացասական կողմերը։ Առաջին հերթին դրականը, որովհետեւ բավականին հետաքրքիր աշխատանք է իր մեջ ներառում, առաջին հերթին որ չունի հետհարված, շատ հարմար կոմպակտ ատրճանակ է, թեթև
քաշային առումով շատ հարմար է օգտագործել սկսնակների համար, ովքեր որ նոր են շփվում ատրճանակների հետ եւ փորձում են սովորել ինչպես կիրառել ատրճանակ, շատ հավանեցի այն փաստը, որ այստեղ հնարավոր է խլացուցիչներ ամրացնել եւ փորձարկել, այսինքն կատարյալ լրության մեջ կրակել, բացասական կողմերից, ինչպես հասկացաք, շատ կարեւոր է վատ որակի կամ թույլ որակի փամփուշտներ չընտրել, որովհետեւ ունենում ենք վերալիցքավորման հետ կապված խնդիր։ Մյուս տարբերակը, որ ինչպես հասկացաք, կանգնեցնող ուժ կարելի է ասել չունի կամ չունի այնքան, որպեսզի այսպիսի ատրճանակը կիրառվի ինքնապաշտպանության մեջ կամ թեկուզ սպորտային հրաձգության մեջ նմանատիպ թիրախներ պարկասնելու կամ նետելու համար եւ փորձառու ատրճանակ կիրառողների համար պարզապես այս ատրճանակը կարող է խաղալիքի տպավորություն թողնել, սակայն դա արդեն, այսպես ասած, օգտագործողի ցանկությունների վրա ինչպիսի ատրճանակ ինքը ընտրի օգտագործելու համար։ Ձեր հետ Գևորգներ, ինչպես տեսակ, այսօր օգտագործեցինք Walter P22-ը, բավականին հարմար ատրճանակ, ովքեր ուզեն կարող են գալ մեր հրաձգարան փորձել դրանից կրակել, ուսումնասիրել, սովորել ինչպես են այն բռնում, տիրապետում, ձգանի սեղմումը, կփորձենք գալ անգամ ավելի աղմկոտ մի բան կրակել։ Ստեսություն։